Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր մենք տեղեկացանք, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է Հեծի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները, եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավոր չեն։ Սա շատ կարևոր որոշում է, որովհետև եթե հիշում եք, ամիսներ առաջ Տաշիր Սամոն եւ իր շրջապատը տենց մի փոթորիկ էին արել մեդիա դաշտում, որ այսա տեսեք, մենք կդիմենք արբիտրաժ եւ Հայաստանի կառավարության գործողությունները ապօրինի են, վարձել էին տարբեր տրամաչափի թանկարժեք կամ կիսաթանկարժեք փաստաբանների եւ փորձում էին ուրեմն այս գործընթացը, որը կառավարությունը մեկնարկել է, վիճեցնել եւ սա շատ կարեւոր արձանագրում է եւ պիտի Սամվել Կարապետյանը, բոլոր նրանք, ովքեր որ կփորձեն փողի միջոցով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընդրված լեգիտիմ կառավարության գործողությունները սաբոտաժի ենթարկել, պիտի ականջներին օղ անեն, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում։ Եվ ես ուզում եմ ուղղակի հիշեցում անել, այն Հեծի այդ որ հիմա ասում են, մենք լավ մենեջերներ ենք, մենք Հեծը կառավարել ենք, մենք նույն ձև կարող ենք կառավարել երկիրը եւ փորձում են Հեծի կառավարման իրենց տխրահրճակ փորձառությունը տեղափոխել պետության կառավարման վրա։ Ես ուզում եմ հիշեցնել Հեծի կառավարման եւ Հեծի նկատմամբ հոգացության իրենց ամենագլխավոր ֆրազը, որը հնչեց Սամվել Կարապետյանի կողմից, ով ասաց, որ թքած այդ Հեծի վրա, ով թքած ուներ այդ Հեծի վրա, այդ թվում նաև այն բաժանորդների վրա, որոնց նկատմամբ Հեծը տարիներ շարունակ հավելագրումներ էր արել։ Ոնց կարելի է գնալ ու մարդկանց վրա, այդ թվում թոշակառուների վրա, տարիներ շարունակ հավելագրումներ անել այն մարդկանց վրա, ովքեր կոպեկ հաշվում են, որ ամեն ամսվա վերջում իրանց կոմունալները վճարեն, եւ հետո գալ եւ էժանագին պոպուլիզմով ասել, մենք այսքան հարկ մուծեցինք, որից որ 20,000 թոշակառու թոշակ կստանա։ Դուք այդ թոշակառուներից հավելագրումներ եք արել տարիներ շարունակ, ձեր լեզուն ո՞նց է պատտնում, գոնե դուք պապանձվեք։ Կամ ասենք, մարդիկ հիշում են, թե նոր բաժանորդ դառնալու համար ինչ էր կատարվում։ Մարդիկ տարիներ շարունակ դիմում էին, որ նոր բաժանորդ դառնան ու չէին դառնում։ Թե մենք հիշում ենք, ինչ աստղաբաշխական գումարներ էին մարդկանցից պահանջում Հեծում ուրեմն բաժանորդ դառնալու համար, կառավարության կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի որոշումների արդյունքում շուտով էականորեն կնվազի նաև ուրեմն նոր բաժանորդ դառնալու սակագները։ Այս ամեն ինչը ինչի մասին է խոսում, որ Հայաստանի Հանրապետության, ես խեմ հատկապես այս թեմայի վրա անդրադառնում, հարգելի գործընկերներ, որովհետև հիշում եք, որ 2024 թվականին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Հեծի տխրահրճակ վիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում արեց ազգային ժողովում, որտեղ որ մենք ըստ էության արձանագրեցինք Հեծի կառավարման անփառունակ վիճակը։ Եվ դրանից հետո ըստ էության կառավարությունը, կառավարող մեծամասնությունը Հեծի պետականացման հայտնի գործընթացը սկսվեց, եւ այդ գործընթացի ժամանակ բացահայտվեցին ու բացահայտվելու են նորանոր խայտառակ դրսևորումներ, որոնք որ մերկացնելու են Սամվել Կարապետյանի եւ իր շրջապատի անփառունակ կառավարումը Հեծի մասով։ Եւ արբիտրաժի այս որոշումը չափազանց կարեւոր հանգրվան է, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ փորձում էին մեր հանրությանը մոլորեցնել, որ այ տեսեք, հիմա մենք միջազգային ատյաններում կգնանք, սա կանենք, նա կանենք եւ այլն, միջազգային ատյաններում եւս նրանք արժանացան համապատասխան գնահատականին։ Այս գործընթացը լինելու է շարունակական եւ բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար։ Շնորհակալություն։